Ռոմի Լեո 14-րդ պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ ցավով է խոսել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։ Նա ազորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին, որն իր խոսքով լինելով իսրայելական հարվածների թիրախում, այժմ անցնում է մեծ փորձության միջով։ Պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում շուտապույտ խաղաղություն հաստատելու համար։ Պատերազման հապաղ դադարեցնելու կոչ է արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զգուշացնելով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ էսկալացիայի և հրդեհել տարածաշրջանը։ Էրդողանը շեշտել է, որ իրենց համար չկան այնպիսի բաժանումներ, ինչպիսիք են սուննիզմը կամ շիիզմը, քանի որ առկա է միայն մեկ ընդհանուր կրոն՝ իսլամը։ Թուրքիայի նախագահի խոսքով, թեև իրենք չեն ձգտում լարվածության, սակայն պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած մեկին, ով ռազմական արկածախնդրության նպատակով աչքը տնկի իրենց հողերին։